Հանրապետություն կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սոցցանցում հայտնել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ։ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել եկեղեցու որոշ հոգևորականների իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր փոխնախագահ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ստրասբուրգում ընդունվել է ԵԽԽՎ վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը։ Բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին, նշել է Ռուբեն Ռուբինյանը։ ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում հայտարարություն է տարածվել, որում ասվում է. «Մեկ անգամ եւս հայտարարում են բոլոր նրանց համար, ովքեր մեկ անգամից չեն հասկանում»։ Պարոն Բաղդասարյանը հանդիսանում է ԴՕԿ կուսակցության, իսկ ընտրությունների ժամանակ ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք դաշինքի մասնակից մյուս կուսակցությունների հետ։ Նախընտրական բոլոր հարցերով մինչև իմ դուրս գալը բացառապես զբաղվում է նա։ Ինչ վերաբերվում է ԴՕԿ կուսակցության նախագահին նախընտրական գործառույթներից հեռացնելը, ապա դա պարոն Բաղդասարյանի տիրույթում է եւ ես իրեն անվերապահորեն վստահում եմ։ ԴՕԿ կուսակցության նախագահին էլ հանձնարարում եմ օրենքով սահմանված կարգով հրավիրել համագումար, քանի որ օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտ է կուսակցության կանոնադրության փոփոխություններ կատարել, քննարկել նախագահի այս տարիների հաշվետվությունը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել համագումարին դաշինքով գնալու, նախընտրական ցուցակի եւ այլ լրացուցիչ հարցեր, ասված է հայտարարությունում։ Նորմալ է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններ ունենալը, եթե դա քաղաքական չէ եւ մեր քթից չի գալու, եւ եթե խնդիրները լուծված են։ Այս մասին Եվրամեդիա 24-ի պրոյեկտ հաղորդման շրջանակում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նրա կարծիքով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նման զարգացումներն ինքնանպատակ չեն։ Եվ եթե խնդիրները լուծված են, հասկանում եք, եթե դուք ունեք գերիներ եւ ունես 340 մետր տարածք, որը մեր քարտեզում չէ այսօր իրականում, դու ում հետ ես առևտուր անում եւ գնում եք Դավոսներում շնորհակալություն հայտնում, անարժանապատվորեն, նվաստացած, որ բոլորիս արժանապատվությունը կպնում է այս ամենը։ Էլի առևտուր, էլի պայմանագիր կնքի, բայց երբ որ լուծված է հիմնական խաղաղության հետ կապված խնդիրները, կոնկրետ գոնե երկու պարզ խնդիր ես ասում եմ, մեկը գերիներն են, մեկը տարածքային ամբողջականության խնդիր, որից հետո գնարա ով ասում։ Բայց ոչ այս պայմանում, երբ որ դեռ ինքը քոարայտ ունի ցուցակ քաղաքական պահանջների, ցուցակ սահմանադրություն, հռչակագիր, տարածքներ, ադրբեջանցիների վերադարձ եւ այլն, մի ամբողջ ցուցակ, եւ այդ ցուցակի դեպքում դու parlamentum հայտարարում ես բարերը կրկնում ես, անվերապահորեն եւ միանշանակ մենք միանում ենք Ադրբեջանի էլեկտրական համակարգին, բա ամոթ չի, բա խայտարակություն չի։ ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, եթե Կիևը համաձայնի խաղաղ համաձայնագրի, որը կներառի մի շարք տարածքային զիջումներ։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը, հողում անելով իր աղբյուրներին։ Թերթի տվյալներով անվտանգության երաշխիքներից բացի Վաշինգտոնը նաև պատրաստ է ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները, եթե Վոլոդիմիր Զելենսկին համաձայնի տարածքային զիջումների։ Անանուն պաշտոնյաների խոսքով ԱՄՆ-ի ենթադրյալ պարտավորությունները հավանաբար կներառեն խոստում, որ այդ երաշխիքները կարող են արտացոլել ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածը, որը վերաբերում է հավաքական պաշտպանության սկզբունքին։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է թերթը, այդ խոստումը ներկայումս թվում է չափազանց անորոշ։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Վաշինգտոնի առաջարկը անվերջ չի մնա քննարկման օրակարգում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեծ ուժեր է կուտակել Իրանի մոտակայքում եւ վստահություն է հայտնել Թեհրանի երկխոսության պատրաստակամության հարցում։ Մենք Իրանի մոտակայքում ունենք մեծ նավատորմ, ավելի մեծ, քան ամերիկյան ուժերը գտնվում էին Վենեսուելայի մոտակայքում։ Նրանք բազմիցս զանգահարել են, նրանք ուզում են խոսել, ասել է ամերիկացի առաջնորդը Axios-ին տված հարցազրույցում։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Թրամփը չի մանրամասնել, թե ինչ հետագա գործողություններ է մտադիր ձեռնարկել Իրանի հարցում։ Նա կարծում է, որ հանրապետությունում իրավիճակը փոփոխական վիճակում է։
Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնեն նոր առաջարկներ Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ, հաղորդում է Axios-ը։ Այս ամսվա սկզբին Թրամփը մոտ էր Իրանի տարածքում հարվածներ հասցնելու հրաման տալուն, ի պատասխան երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի, հայտնել են աղբյուրները։ Փոխարենը նա հետաձգեց որոշումը միաժամանակ ռազմական ուժեր տեղակայելով տարածաշրջանում, բացատրել է պորտալը։ Սպիտակ տան պաշտոնյաները նշում են, որ հարվածների հնարավորությունները դեռևս քննարկվում են, չնայած Իրանում բողոքի ցույցերը մեծ մասամբ ճնշվել են, նշվում է հրատարակության մեջ։ Պորտալի աղբյուրները նշել են, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ հարվածներ հասցնելու հնարավորության վերաբերյալ։ Լեհաստանն ու Բալթյան երկրները ինչ-որ պատճառներով մշտապես վախենում են Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ աշխարհում կան երկրներ, որոնց հետ Ռուսաստանը դարեր շարունակ ունեցել է բարեկամական զգացմունքների պակաս։ Վերցնենք օրինակ Լեհաստանը։ Լեհաստանի հետ մենք իսկապես խնդիրներ ունենք։ Բալթյան երկրների հետ նույնպես իրական խնդիրներ կան։ Նրանք անընդհատ ինչ-որ պատճառով մեզանից վախենում են։ Եվ այնտեղ իշխանության եկող բոլորը պարզապես սկսում են մոլեգին կերպով ատել Ռուսաստանն ու ռուսներին, ընդգծել է Պեսկովը։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիտին մեկնաբանելով Չինաստանի, Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի միջև մերձեցումը հայտարարել է, որ բոլոր երեք երկրներն էլ միջուկային տերություններ են։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Տոկիոն չի ճանաչում Հյուսիսային Կորեան որպես միջուկային զենք ունեցող պետություն։ Վերջինս նշել է, որ Պեկինի, Մոսկվայի եւ Փհենյանի միջև հարաբերությունները գնալով ավելի են սերտանում։ Բոլորն էլ միջուկային պետություններ են, հավելել է վարչապետը։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ թույլ չի տա, որ իր օդային, ցամաքային եւ ջրային տարածքները օգտագործվեն Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար։ Ամեն որևէ լոգիստիկ աջակցություն չի ցուցաբերի նման գործողություններին, նշված է հայտարարության մեջ։ Ըստ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու, իր երկրի համար ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները լիովին համաձայնեցված են։ Հաստատուղթը 100%-ով պատրաստ է եւ մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն դրա ստորագրման ամսաթիվն ու վայրը, ասել է նախագահը։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը այնուհետև կուղարկվի ԱՄՆ Կոնգրես եւ Գերագույն Ռադա վավերացման, հավելել է Ուկրաինայի առաջնորդը։ Զելենսկին նաև նշել է, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններում քննարկվել են 20 կետից բաղկացած ծրագիր եւ խնդրահարույց հարցեր եւ ընդգծել, որ Ուկրաինայի դիրքորոշումը Դոնբասի հարցում չի փոխվել։ Ռուսաստանի Դաշնությանը խնդրում են դադարեցնել Ուկրաինայի ենթակառուցվածքներին հարվածելը, սակայն Ռուսաստանի դեմ անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվում են։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Զրույցի ընթացքում մարզի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանում ավարտվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու նպատակով 17 օբյեկտներից 16-ի շինարարությունը։ Վերջինս ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումները դեռևս շարունակվում են։ Այո, իսկ մեզ խնդրում են չանել դա, ասել է Պուտինը։ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեզ վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի։ Դա լուրջ սխալ կլինի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ապագայում ակնկալվում է ընդլայնել արաբական եւ մահմեդական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster 3 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները Տեխասի Ռոբերտ Գրեյ օդանավակայանից բեռներ են տեղափոխում Մերձավոր Արևելք։ Բազայում տեղակայված են Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր եւ THAAD հակահրթիռային համակարգեր, որոնք նախատեսված են բալիստիկ հրթիռները որսալու համար։ Ավիացիայի տվյալների համաձայն ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները վերջին 48 ժամվա ընթացքում կատարել են 6 թռիչք։ Դրանց թվում են Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազա թռիչքները եւ Սաուդյան Արաբիայի Արքայազը Սուլթան ավիաբազա թռիչքը։
Իրանը կոշտ պատասխան կտա ցանկացած արտաքին ագրեսիայի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է իր կարողությունների մեջ եւ հաշվի առնելով նախորդ փորձը, մասնավորապես 2025 թվականի հունիսյան հերոսական մարտերը, համապարփակ եւ ջախջախիչ պատասխան կտա ցանկացած ագրեսիայի, ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր հունվարի 27-ին այցելել են Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Ազգային ժողովի որոշմամբ հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, օրը ոչ աշխատանքային է։ Փաշինյանի Պանթեոն այցից առաջ ոստիկանության գվարդիայի մեծաթիվ աշխատակիցներ են տարվել այնտեղ, քանի որ զոհվածների հարազատները հավաքվել էին թույլ տալու, որ իշխանության ներկայացուցիչները մոտենան իրենց որդիների շիրիմներին։ Փաշինյանը ծերիս է սուտասան է։ Եթե Արցախը Հայաստան չէր, խիր ասում Արցախը Հայաստան է։ Կամ եթե Արցախը հայկական չէր, այստեղ երկը խի պարկեցին, խի կռվեցին։ Դու ասած պատերազմ չենք անում։ Всё ձեր հողերն է տալիս ենք ձեզ, եթե տենց էր։ Եթե տենց էր էլի։ Եթե տենց իսկականից տենց չէր, ես գիտեմ, որ դա տենց չէր։ Խի տենց չէր, որովհետև եթե տենց էր, խի են այստեղ երկը պարկած։ Եթե հայկական չէր, խի էր պատերազմ անում։ Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, որում ասվում է. հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է։ Սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր ամենաստոր կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող։ Այս հարցին տրվել է հստակ եւ աներկբա պատասխան։ Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա եւ հետեւաբար պետությունը զարգացած ուժեղ անվտանգ բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը։ Սիրելի իմ եղբայրներ եւ քույրեր, դուք իզուր չեք ընկել, ձեր զոհողությունը նոր գիտակցություն է ստեղծել, ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը, պարզեցրել մեր միտքը, ամրացրել մեր կամքը, ուժեղացնելու մեր պետությունը, կերտելու պետականորեն մի ճանապարհ, որը բարեկեցության, անվտանգության, երջանկության, խաղաղության ճանապարհ է Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների համար եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, ուղերձում ասել է Փաշինյանը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի եւ մյուսների դատավարությանը, որին ներկայ է եղել նաեւ կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը, նախկին Տեր Արամը դատավարության ավարտից հետո խուսափել է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նա Օհանավանում տուն է կառուցում։ Ֆեյսբուքյան օգտատեր Աբրասիմ Աթոյանի գրառման համաձայն խոսակցություններ կան, որ Փաշինյանի եկեղեցու բարենորոգում անունը ստացած ընդդեմ եկեղեցու արշավին առաջիններից միացած Ստեփան Ասատրյանը Օհանավանքում 2021 թվականին տարածք է գնել 10.5 միլիոն դրամ կադաստրային արժեքով եւ սկսել է տուն կառուցել 2022-ին։ Աբրասիմ Աթոյանը հղում անելով մասնագետներին նշել է, որ այսօրվա դրությամբ կիսակառույցն արժե մոտ 80 միլիոն դրամ, սակայն Ստեփան Ասատրյանն այդպես էլ չի պատասխանել տուն կառուցելու հարցին։ Նիկոլ Փաշինյանի հունվարի 26-ի որոշմամբ Արտյոմ Սմբատյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից եւ նշանակվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ Վարչապետի այլ որոշումներով Ագնես Աղաբաբյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից եւ նշանակվել միասնական սոցիալական ծառայության պետ։ Հունվարի 23-ին երեկոյան ձնամաքրման աշխատանքները կենտրոնում տևել են 6 ժամ, խնդիր կար կենտրոնում խցանումներ, տևական կանգ։ Այս մասին հունվարի 26-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, խոսելով Երևանում ձնամաքրման աշխատանքների մասին, նա պատասխանել է հնչող մեղադրանքներին։ Ես մի հարցի կպատասխանեմ հարցով, պարոն քաղաքապետ, որ շատ է մեզ ներկայացվել տարբեր ուղղություններից դուրք չենք տվել որևէ արձագանքի, որովհետև մեր խնդիրը եղել է աշխատելը, խնդիրը լուծելը։ Այն հարցին, թե որևէ գործ արված չէր եւ սահադաշտ էր վերածվել քաղաքի, ես կպատասխանեմ հարցով։ Եթե այդպես էր, ապա այն նույն սահադաշտը ամսի 24-ի առավոտ ժամը 10-ին ուր վերացավ։ Ոնց այդքան սառույց մի գիշերում գոլորշաց։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, որ հաշվի առնելով եկած ձյան ծավալը աշխատանքները համարում է բավարար։ Այս բարձ է, եթե արդեն այն ժամերին է գալիսություն, երբ երթևեկությունը ինտենսիվ է, այդտեղ մեր գործը մի փոքր դժվարանում է։ Բայց շնորհակալություն ասելով հանդերձ, ընդունելով, որ այս տարվա պայմանները իրապես անոմալ էին, իրապես ձանքանակը շատ էր, իրապես խնդիրները ավել էին, ես ուզում եմ մի քանի բանի վրա այնուամենայնիվ մենք կենտրոնանանք կառուցողական տրամաբանությամբ եւ սա խնդրում եմ որպես մեղադրանք չընդունել, ես կարծում եմ, որ մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու, մասնավորապես մենք իմանալով X, Y, Z ժամերը նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որոնք որ պետք է մենք էլ փորձարկենք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոքցանումը փողոցներում։ Պետեկամուտների կոմիտեն հայտնել է, որ Պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 միլիարդ 12 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 366 միլիարդ 204 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 32 միլիարդ 534 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 333 միլիարդ 670 միլիոն դրամ։ Որևէ երկրի դուրս չենք թողնելու COP17-ի աշխատանքներից։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նա անդրադարձել է նաև ադրբեջանցիների Հայաստան այցին, պատասխանելով հարցին արդյոք հրավեր ուղարկվել է թե ոչ։ Հրավերը ուղարկվում է համատեղ ՄԱԿ-ի հետ։ Սա եւ մեր միջոցառումն է, եւ ընդհանուր գլոբալ միջոցառումն է։ Իսկ մենք հրավիրում ենք բոլորին, բոլոր 196 երկրներին։ Միջոցառման խորագրերից մեկը հենց այն է, որ մենք միասին աշխատենք ընդհանուր բնապահպանական խնդիրների շուրջ եւ այդ աշխատանքների մեջ չի կարելի որևէ երկրին դուրս թողել, առավել եւս որ մենք անպատասխանատվական ենք հյուրընկալել բոլոր պատվիրակությունների եւ բոլոր երկրներին։ 2025 թվականին ԶԼՄ-ների եւ լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների մեծամասնությունը եւ դատական հայցերի կեսը իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Այս մասին նշվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, համապատասխանաբար 224 եւ 208։ Թվային պատկերն ըստ խախտումների տեսակների հետեւյալն է. 15 ֆիզիկական բռնության դեպք, 108 այլ ճնշումներ, 101 տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Ինչպես նախորդ տարիներին վերոհիշյալ դեպքերի քանակական աճ է արձանագրվել հատկապես երկրում քաղաքական հասարակական իրավիճակի սրացումների ընթացքում։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկիրը պետք է դադարեցնի իր քաղաքականությունը հիմնել արտաքին սկզբունքների վրա։ Բավական է Վաշինգտոնի հրամանով շարժվել, մեր տարաձայնություններն ու ներքին հակամարտությունները լուծողը վենեսուելական քաղաքականությունն է, ասել է Ռոդրիգեսը։ Նա ընդգծել է, որ միայն ազգային միասնությունը կարող է ապահովել երկրի ինքնիշխանությունը եւ որ Վենեսուելան չի վախենում լուծել իր տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հատուկ ուշադրություն է դարձնում ավանդական հրետանու զինատեսակների զարգացմանը, առանց որոնց հնարավոր չէ ժամանակակից պայմաններում։ Ես կարևոր ուշադրություն եմ դարձնում ավանդական հրետանու զարգացմանը, 152 մմ տրամաչափի անագներով եւ գրադ համակարգերով։ Գիտեք թե ինչ է գրադը։ Մասնիկավոր հրթիռային համակարգ է, որը մենք ինքներս արտադրում ենք, ինչպես նաեւ դրա գնդացրերը, նշել է նախագահը։ Լուկաշենկոն
Պեսկոն այս առնչությամբ ընդգծել է, որ պետք չէ անտեսել այն արտադրությունները, որոնք Բելարուսում լավ են յուրացվել։ Այս ամենը պետք է շարունակենք, ունենք դպրոցներ, տրակտորաշինություն, ավտոմոբիլաշինություն, կոմբայնաշինություն եւ շատ այլ ոլորտներ։ Մենք շատ բան գիտենք անել եւ այս արտադրանքը միշտ անհրաժեշտ է աշխարհում։ Մենք պատրաստ չենք հրաժարվել դրանից, պարզաբանել է նախագահը։ Իրանի բանակի զինծառայողները ուշադիր հետևում են ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին Մերձավոր Արևելքում եւ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե տարածաշրջան ուղարկվելու են բազմաթիվ ամերիկյան նավեր։ Տարածաշրջան ուղարկված ցանկացած նավ ոչ մի կերպ չի ազդի Իրանի հաստատակամության եւ վճռականության վրա, պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Հետևաբար Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր շարժումներին եւ միևնույն ժամանակ ոչ մի վայրկյան չեն վատնում ամրապնդելու իրենց պաշտպանունակությունը, պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը եւ երկրի արժանապատվությունը, ընդգծել է Բաղային։ Եթե 2026 թվականի փետրվարը նույնքան ցուրտ լինի, որքան հունվարը, դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հաղթանակին Ուկրաինայի հակամարտությունում եւ մի քանի եվրոպական կառավարությունների փլուզմանը։ Նման տեսակետ է հայտնել ավստրիացի վերլուծաբան Գերալդ Մարկելը։ Նրա խոսքով հունվարը վերջին 60 տարվա ընթացքում ամենացուրտն էր։ Այս ամսվա ընթացքում մոտ 600,000 մարդ լքել է Կիևը, որը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման։ Ռուսաստանի կողմից էլեկտրաէներգիայի վրա հարվածներից հետո նմանատիպ իրավիճակ է նկատվում Ուկրաինայի մյուս բոլոր խոշոր քաղաքներում, ընդգծել է վերլուծաբանը։ Նա նաեւ նշել է, որ ուկրաինական բանակի իրավիճակը ճակատում գնալով ավելի աղետալի է դառնում։ Որքան քիչ մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում բանակցությունների եւ փետրվար ամսվա եղանակի կանխատեսման մասին, այնքան ավելի եմ ես գալիս այն եզրակացության, որ Ռուսաստանը երրորդ անգամ խոշոր հաղթանակն է տարել ձմեռային խոշոր արշավում։ Ուկրաինան գտնվում է իր հնարավորությունների սահմանին եւ այլընտրանք չունի, ընդգծել է Մարկելը։ Մոսկվան դիվանագիտական ուղիներով մշտական կապի մեջ է Կարակասի հետ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք Վենեսուելայի նոր ղեկավարության հետ մշտական կապի մեջ ենք, ամենօրյա ռեժիմով, հենց սկզբից։ Մենք նրանց շատ լավ ենք ճանաչում։ Դիվանագիտական ուղիներով մենք մշտական կապի մեջ ենք, ընդգծել է Պեսկովը։ Եվրոպան երբեք չի կարողանա գոյատևել առանց Միացյալ Նահանգների։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Իմ կարծիքով երբեք պատմությունն է մեզ միավորել։ Ամերիկյան միջուկային պաշտպանական հովանոցը մեր անվտանգության հիմնական երաշխիքն է, ասել է Ռյուտեն պատասխանելով այն հարցին, արդյոք Եվրոպան երբևէ կկարողանա գոյատևել առանց ԱՄՆ-ի։ Նրա խոսքով եվրոպական երկրները դեռևս չափազանց քիչ միջոցներ են հատկացնում պաշտպանությանը։ Ռազմական թղթակից Դմիտրի Ստեշինը հայտարարել է ուկրաինացիների խելքի գալու մասին Դոնբասի ապագայի վերաբերյալ նրանց դիրքորոշման փոփոխության համատեքստում։ Հրապարակված տվյալների համաձայն հարցվածների 39%-ը պատրաստ է, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ մնացած Դոնբասի հատվածը փոխանցվի Ռուսաստանի Դաշնությանը։ Ստեշինը այս տվյալներին արձագանքել է կարճ գրառմամբ, նշելով. «Ֆիքսվել է ուկրաինացիների 39%-ի խելքի գալը»։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հնարավորինս շուտ ստորագրի խաղաղության համաձայնագիր։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի ընտրություն կատարել պարտության եւ կազմաքանդման միջև։ Այս մասին հայտնել է Իտալիայի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար եւ Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին։ Մենք լսեցինք Զելենսկուն, ով չնայած ստացված բոլոր գումարներին, ջանքերին եւ օգնությանը, դեռևս համարձակություն ունի բողոքելու։ Իմ ընկեր, դուք տանուլ եք տալիս պատերազմը, կորցնում եք մարդկանց, վստահություն եւ արժանապատվություն։ Հնարավորինս շուտ ստորագրեք խաղաղության համաձայնագիր։ Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել պարտության եւ կազմաքանդման միջև, հայտնել է Սալվինին։
Ռուսաստանի Դաշնությունը չի թողել առանց արձագանքի Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի նախագահի պետական նստավայրի վրա իրականացված հարձակումը, սակայն հրաժարվել է հատուկ զենքի կիրառությունից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիդկինը։ Նրա խոսքով հատուկ զենքի չկիրառման հիմնական պատճառներից մեկը եղել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության եւ զինված ուժերի արդյունավետ գործողությունը, որի արդյունքում հնարավոր է դարձել կանխել նստավայրի ուղղակի խոցումը։ Շվիդկինը հավելել է, որ երկրորդ կարևոր գործոնը եղել է պատասխան հարվածի իրականացումը, որը նրա բնորոշմամբ վրեժի հարված է եղել։ Այսինքն Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները չեն մնացել անպատիժ եւ առանց արձագանքի։ Պետական նստավայրի վրա հարձակման համար համապատասխան հարվածներ են հասցվել, ընդգծել է падգամավորը։ Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ դատական նիստում մոտ 3 ժամ քննվում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ նույն թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի վերաբերյալ քրեական գործը։ Մկրտիչ Սրբազյանի դատի ներկա քահանաները նիստը սկսեցին հանուն արդարադատության միասնական աղոթքով։ Ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ այլ բան տեղի է ունեցել ընդամենը փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Մկրտիչ Սրբազյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Ռոման Ահարոնյանը, կրկնելով ըստ էության փաստաբանական խմբի մոտեցումը, որ առկա նյութերով ակնհայտ է, որ Սրբազյանը մինչ օրս գտնվել է ապօրինի կալանքի տակ, քանի որ ռիսկերը փաստացիորեն չեն հիմնավորվել։ Հաշվի առնելով, որ իրականում կալանքից ազատման հիմքերն առկա են, խնդրում ենք դատարանին ազատել կալանքից Մկրտիչ Սրբազյանին, իսկ նման անարություն տեսնելու դեպքում, որը կարծում ենք ուղղակի անհնար է, բայց այդ դեպքում կիրառել այլընտրանքային խափանիշ։ Նիստին մասնակցում էին որպես տուժողներ երկու կարգալույց քահանաները՝ Արամայիս Թախմազյանը, նախկին Տեր Թադե քահանան եւ Ստեփան Ասատրյանը, նախկինում Տեր Արամը։ Նրանց լրագրողներն այսօր մինչ դատական նիստի մեկնարկը հարցեր ուղղեցին պարոն Ասատրյան եւ պարոն Թախմազյան դիմելով։ Սկզբում արհամարում էին վիրավորվելով, որ ավազանի անունով են դիմում, հետո արձագանքեցին ստիպված։ Իսկ հարցերը վերաբերում էին եկեղեցու ծոցյալ քահանաներին դուրս անելուն, խորանի մոտ չթողնելուն եւ եկեղեցիներում քաղաքական ծափերի խրախուսման ծեսերին ու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազյանը կշարունակի մնալ կալանավորված։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ եւս մեկ ամսով երկարացրել է Սրբազյանի կալանքի ժամկետը։ Միևնույն ժամանակ վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրվում է 2 հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելը, կրկին լիազորությունները օգտագործելով։ Եղանակը առաջիկա օրերին հունվարի 26-ի ցերեկը 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը եւ առավոտյան ժամերին Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում հունվարի 27-ից 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-ին 28-ին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 27-ից 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հունվարի 27-ից 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում կնվազի 4-ից 6 աստիճանով։ Հունվարի 28-ից 31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։